Նոր չի հասունացել, դա քիչ-քիչ կաթիլի նմանավակվելով եկել է հասունացել այս պահը։ Ունենք շատ խնդիրներ ունենք էլի։ Աղթալայի հանքարդյունաբերական ընկերության հանքափորները հրաժարվում են դադարեցնել գործադուլը, քանի դեռ ղեկավարությունը որևէ ընդառաջ քայլի չի գնում։ Արդեն 10 օր աշխատակիցները հանքախորշեր չեն մտնում աշխատավարձի բարձրացման, նրանց պահանջն անպատասխան է։ Ինչքան պիտի ավելանա, որ դուք այսպես մի քիչ բավարար։ Մենք կոնկրետ թվեր ենք իրանց ներկայացրել։ Իրանց կողմից ոչ մի պատասխան չի եկել, որ այսքան չենք կարող, այսքան կարանք։ Իրանք մի դրամ անգամ պատրաստ չեն բարձրացնելու։ Մենք ուզում ենք ընդհանրապես աշխատավարձը վերանային 20% բարձրացում ենք ուզում։ Ну, եթե իրանք շեշտեն 5 ամիս հետո կոնկրետ ստորագրենք, որ պետք է բարձրացնեն, մենք էլի պատրաստ ենք աշխատելու։ Բայց միջինը ինչքան եք տուն տանում, լավ սենց ասում։ Դե եղել ամիս 200 ենք ստացել, 300 ենք ստացել։ Ամսում։ Ամենաբարձրը ինչքան ա եղել։ Դե տարբեր ամիս տարբեր չափ ալեն։ Դա գործարքային է, լինում է 300,000, 500,000, 400,000, լինում է։ Մեր աշխատանքի հետ է կապված լրիվ։ Գործադուլավորներն այսօր ոչ միայն ցածր աշխատավարձի մասին են խոսում, շան տանջանք են անվանում աշխատանքը, որ անում են ամեն օր կիլոմետրերի խորությամբ գետնի տակ, առանց օդափոխության համակարգի ու անվտանգության նվազագույն պայմանների։ Շան տանջանք է, էլի հենց ասեմ, որ ստանում է, դա կողքից ասեն կարող այդ թիվը, կարող է, չէ, ինքը մեծ թիվ է։ Կողքից որ մարդիկ լսում են, ասում են, ոնց 600-700,000 փող է ստանում ու մի բան է բողոքում ես, բայց դա տենց բան չկա էլի, այդ ցանկացած մարդով որ տենց բան կասի, թող մի հատ գա մեր հետ, մտնի, գնանք, տենանք, ինքը կարա ընդհանրապես գա հասնի, դաժե այդ տեղը, այդ 2 կիլոմետր ու կես է, թե 3 կիլոմետր է, որ մենք մտնում ենք այդ գետնի տակը, ինքը նույնիսկ չի կարա գա։ Հանքափորների պնդմամբ հաճախ իրենց ուսերին են ընկնում նաև այնպիսի պարտականություններ, որոնց մասին խոսք անգամ չկա աշխատանքային պայմանագրերում, գործն անում են առանց հավելյալ վարձատրության։ Մեր արած գործը նենց է, որ ինչը որ մեր պայմանագրում գրած է, մենակ այդ չենք անում։ Ուրիշ այլ աշխատանքներ էլ ենք անում, այս արդեն 10 տարի է։ Ու մենք ոչ մի ձևի դրա համար չենք էլ վարձատրվում։ Կան աշխատանքներ, որ դաժե իրավունք էլ չունենք անելու։ Հանքի պայմանների մասին ընդհանրապես խոսելու կարիք չկա, որովհետև вообще պայման էլ չկա։ Ընկերության ղեկավարներն այսօր հրաժարվեցին հանդիպել լրագրողներին պատճառաբանելով զբաղվածությունը։ Այսօր առավոտյան տնօրեն Վիլեն Հակոբյանի հետ հանդիպել էր Աղթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը, որ ԼՀԿ արհմիության ղեկավարն էր տարիներ շարունակ, հենց նրա աջակցությամբ են լեռնահարստացման կոմբինատում պարբերաբար բողոքել հանքի աշխատանքային վատ պայմաններից, անվտանգության ու նաև ցածր աշխատավարձի հետ կապված խնդիրներից, բայց այսօր նա էլ տնօրենից հանքափորներին հուսադրող խոստումներ չէր լսել։ Պարոն Հակոբյանը ունի իր փաստարկները, որ իհարկե պղնձի շուկայում գները բարձրացում եղել են, սակայն հիմնարկությունը ունի բավականին մեծ պարտավորություններ, չգիտեմ, նմանատիպ այլ հարցեր, այլ ծախսեր, այս ստրուկտուրաներում ավելի ցածր աշխատավարձ են ստանում մարդիկ եւ ընդհանուր հարցի լուծումը հարկավոր, կոնկրետ ժամանակահատված ինքը չի կարողանում նշել, թե եւ կարող է այդ աշխատավարձները բարձրացնել։ Վարդումյանի տվյալներով անցած 5 տարիներին Աղթալայից առնվազն 500 բնակիչ է հեռացել զուտ աշխատատեղ չլինելու պատճառով։ Ինչու հանքարդյունաբերական կենտրոն համարվող Աղթալայից արտագաղթ կա։ Երկրի ղեկավարները երբևէ այդ մասին չեն խոսել, շեշտում է Վարդումյանը։ 2019 թվականին Աղթալա քաղաքի, կոնկրետ Աղթալա քաղաքի բնակչությունը, փաստացի բնակչությունը եղել է 2300։ Հիմա այդ թիվը հասել է 1800-ի։ Մեր երիտասարդությունը դատարկվում է այս քաղաքի, մի մասը այլ արդյունաբերական կենտրոններում են աշխատում, մի մասը արտագնա աշխատանքի են մեկնում եւ եթե այս տեմպերով գնաս քաղաքում մարդ չի մնա։ 2 օր առաջ ընկերությունը գործադուլի մեջ գտնվող աշխատակիցներին աշխատանքից ազատելու ծանուցումներ էր ուղարկել եւ նոր աշխատողներ ընդունելու հայտարարություն տարածել իրենց կայքերում։ Մինչդեռ գործադուլ հայտարարած լեռնագործներն ասում են գործի չեն գնա, մինչեւ իրենց պահանջները չբավարարվեն։ Այնքան սպասելու են, մինչև մեր գումարն ավելացնեն մեր աշխատավարձը։